Անվան Ֆրոլկան, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի թագավոր կար, ուներ 3 աղջիկ, երեքն էլ այնքան սիրուն, որ ոչ հեքիաթում ասելու է, ոչ գրիչով գրելու։ Աղջիկները շատ էին սիրում իրիկունները այգում ման գալ։ Այգին էլ մեծ էր ու սիրուն։ Սև ծովի վիշապն էլ այդ այգու տեղն իմացել էր։ Մի անգամ թագավորի աղջիկներն այգում տարվեցին ծաղիկներով և ուշացան։ Մեկ էլ որտեղից որտեղ հայտնվեց սև ծովի վիշապն ու իր կրակե թևերով սրանց փախցրեց տարավ։ Թագավորը սպասեց, աղջիկերքը չկան։ Ծառաներին ուղարկեց այգում ման գան, բայց իզուր ոչ մեկին չգտան։ Հաջորդ օրը թագավորը կանչեց բոլորին, շատ մարդ հավաքեց և ասավ. «Ով իմ աղջիկներին գտնի, նրան ուզածի չափ փող կտամ»։ 3 հոգի առաջ եկան. անվան Ֆրոլկան, հարբեցող զինվորն ու Երյոման։ Թագավորի հետ պայման կապեցին ու ճամփա ընկան աղջիկներին գտնելու։ Գնացին, հասան մի մութ անտառ։ Հենց մտան անտառ, քունները սկսեց սորանել։ Անվան Ֆրոլկան գրպանից ծխախոտատուփ հանեց, մատով թխթխկացրեց, բաց արավ ու մի բուռ թութուն ածեց քթի մեջ, ձենը գլուխը գցեց։ «Հեյ, աղբրտինք, ոչ քնենք, ոչ ննջենք, գնում ենք առաջ»։ Գնացին, հասան մի մեծ տան, էդ էլ 5 գլխանի վիշապի տունն էր։ Շատ թակեցին դարպասները, բայց ոչ մի ձեն չկար։ Անվան Ֆրոլկան էստեղ զինվորին ու Երյոմային մի կողմ հրեց։ «Թողեք հլը, աղբերտինք»։ Քթախոտը քաշեց ու դռներին էնպես խփեց, որ ջարդուխուռ արեց։ Մտան բակը, կողք կողքի կլոր նստեցին, որ իրենց եղած-չեղածով հաց-մաց անեն։ Մեկ էլ տնից մի գեղեցկուհի աղջիկ դուրս եկավ և ասավ. «Այ սիրելիներս, ինչի եք եկել, էստեղ մի կատաղի վիշապ կա, ձեզ կուտի, հիմա ձեր բախտը բերել է, որ տանը չի»։ Ֆրոլկան թե. «Մենք էլ իրեն կուտենք»։ Դեռ խոսքը բերանում, վիշապը թռած եկավ ու մռնչաց. «Ով է իմ թագավորությունն ավիրել, ինչ է, աշխարհում ինձ թշնամի էդպիսի մարդ էլ կա, որ ինձ հակառակվի։ Ես միայն մի թշնամի ունեմ, էն էլ էնքան հեռու է, որ անգամ ագռավն իր թևով նրան այստեղ չի հասցնի»։ Անվան Ֆրոլկան ասավ. «Ագռավը չի հասցնի, բայց լավ ձին կհասցնի»։ Վիշապն էդ խոսքերը որ լսեց, հարցրեց. «Հաշտվենք, թե կռվենք»։ Անվան Ֆրոլկան թե. «Ես էստեղ ոչ թե հաշտվելու եմ եկել, այլ կռվելու»։ Իրարից հեռացան, էլի կպան իրար։ Ֆրոլկան մի հարվածով վիշապի բոլոր գլուխները թռցրեց, մի քարի տակ պահեց, իսկ մարմինը թաղեց։ Էստեղ աղջիկն ուրախացավ ու կտրիչ տղերքին ասավ. «Աղավնյակներս, ինձ էլ տարեք ձեզ հետ»։ «Դու ով ես որ»։ Ես թագավորի աղջիկն եմ»։ Ֆրոլկան էլ պատմեց, թե իրենց ուզածն էլ հենց այդ է, ու էդպես գործը գլուխ եկավ։ Թագավորի աղջիկը նրանց տարավ պալատ, կերցրեց, խմացրեց ու խնդրեց, որ մյուս քույրերին էլ ազատեն։ Ֆրոլկան պատասխանեց. «Մենք դրա համար էլ եկել ենք»։ Թագավորի աղջիկը քույրերի տեղը ցույց տվեց։ «Իմ միջնակ քրոջ գործն ավելի դժվար է, նա
7 գլխանի վիշապի մոտ է ապրում։ Բան չկա, ասաց Ֆրոլկան, դրա հախից էլ կգանք, 12 գլխանի վիշապի գործն է դժվար։ Մնաս բարով արին ու առաջ ընկան։ Եկան միջնեկ քրոջ մոտ։ Դրա պալատներն էլ մեծ էին, իսկ ցանկապատը չուգունից էր։ Մոտեցան, ման եկան, դարպասը գտան։ Ֆրոլկան ինչքան ուժ ուներ, խփեց դռներին, դռները բաց եղան։ Ներս մտան բակ ու առաջվա պես նստեցին հաց ուտելու։ Մեկ էլ 7 գլխանի վիշապը վրա հասավ։ Ռուսի հոտ եմ առնում, ասավ։ Վահ, Ֆրոլկա, ինչի ես եկել, ինչի համար։ Էդ ես գիտեմ ինչի համար, ասավ Ֆրոլկան ու կռվի կպավ։ Մի զարկով վիշապի 7 գլուխն էլ կտրեց, մի քարի տակ պահեց, իսկ մարմինը հողում թաղեց։ Հետո մտան պալատ, մի սենյակից մյուսն անցան, 4-րդում տեսան, թագավորի միջնեկ աղջիկը թախտին նստած է։ Ու որ պատմեցին, թե ոնց են հասել, ինչի համար են եկել, սա ուրախացավ, նրանց հյուրասիրեց ու խնդրեց, որ 12 գլխանի վիշապի ձեռքից փոքր քրոջն էլ ազատեն։ Ֆրոլկան թե բա ոնց, դրա համար էլ եկել ենք, մենակ թե սիրտս մի քիչ տեղը չի, բայց դե Աստված մեծ է, հապա մի բաժակ բեր խմենք։ Խմեցին ու ճամփա ընկան։ Գնացին, հասան մի խոր ու թեք ձորի։ Այդ ձորի մյուս կողմում դարպասների տեղ մեծ սյուներ էին տնկված, իսկ այդ սյուներից կապված 2 առյուծ այնպես էին մռնչում, որ մենակ Ֆրոլկան ոտքի մնաց, մյուս ընկերները վախից թափվեցին գետնին։ Ֆրոլկան նրանց ասավ. Ես սրանից էլ սարսափելի բաներ եմ տեսել, բայց չեմ վախեցել, եկեք իմ ետևից։ Ու ընկան առաջ։ Մեկ էլ պալատից մի 70 տարեկան ծերուկ դուրս եկավ, սրանց տեսավ ու դեմները ելավ։ Հարազատներս, էս ուր եք գնում։ Հրետ, էդ պալատները, պատասխանեց Ֆրոլկան։ Հարազատներս, խերով տեղ չեք գնում։ Էս պալատում ապրում է 12 գլխանի վիշապը, հիմա տանը չի, թե չէ միանգամից կուլ կտարծես։ Մեզ էլ հենց ինքն է պետք։ Որ էդպես է, ասաց ծերունին, եկեք, ես ձեզ կտանեմ։ Ու մոտ գնաց, սկսեց առյուծներին շոյել, փաղաքշել, իսկ Ֆրոլկան ընկերների հետ անցավ բակը։ Հետո մտան պալատները։ Ծերունին սրանց տարավ թագավորի աղջկա սենյակը։ Թագավորի աղջիկը հենց սրանց տեսավ, իսկույն մահճակալից ցած թռավ ու հարցուփորձ արեց, ով են, ինչի են եկել։ Սրանք էլ ամեն ինչ պատմեցին, թագավորի աղջիկը սրանց հյուրասիրեց ու սկսեց պատրաստվել։ Հենց պալատից դուրս եկան, տեսան վիշապը, մի վերստի վրա գալիս է։ Այստեղ թագավորի աղջիկն իրեն ներս գցեց, իսկ Ֆրոլկան ընկերների հետ վիշապի առաջը կտրեց, հետը կռվի բռնվեց։ Վիշապը սկզբում սրանց շատ նեղեց, բայց Ֆրոլկան կտրիչ տղա էր, կարողացավ հաղթել, վիշապի 12 գլուխն էլ թռցրեց ու լցրեց ձորը։ Ետ եկան պալատ ու ուրախությունից քեֆ արեցին։ Հետո ճամփա ընկան, մյուս աղջիկներին էլ վերցրին ու իրար հետ եկան հայրենիք։ Թագավորը շատ ուրախացավ, իր գանձարանն առաջները բացեց ու ասաց. Դե հավատարիմ ծառաներ, ձեր գործի համար ինչքան կուզեք,
փող վերցրեք։ Ֆրոլկան մի քիչ ձեռնաբաց էր, մի մեծ ականջավոր գլխարկ ուներ, դա բերեց զինվորը իր պայուսակը, իսկ Երյոման մի կողով։ Ֆրոլկան սկսեց առաջինը լցնել։ Լցրեց, գլխարկը պատռվեց, փողը ցեխի մեջ թափվեց, նորից լցրեց, նորից թափվեց։ Ճար չկա, ասաց Ֆրոլկան, թագավորի ամբողջ փողն ինձ վրա է գնալու։ Ընկերներն էլ թե բա մեզ ինչ կմնա, հարցրին։ Թագավորը ձեզ համար էլ փող կճարի։ Երյոման քանի փող կար, կողովը լցրեց, զինվորն էլ պայուսակը բերնեբերան լցրեց ու գնացին տուն։ Իսկ Ֆրոլկան մնաց գանձարանի դռանն ու մինչև հիմա նստած գլխարկը լցնում է։ Հենց որ գլխարկը լցնի վերջացնի, շարունակությունը կասեմ ձեզ, հիմա ուժ չունեմ, ոչ էլ հավես։